Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, այսօր մեր մոտ այս եղանակն է բացվել, առավոտվա ժամերին մի քիչ արևը շողշողաց, հետո էլի ամպերի տակ է անցել, հիմա էլ ամպեր են հավաքվել ու թվում է թե շուտով անձրև կգա, անձրևը չկա, բայց օդը տաք է ու նաև շատ տոթ է, երբ որ եղանակը տոթ է լինում, ինձ համար շատ մեծ փրկություն է լինում այն հեռու սարերից սառը փչող քամին ու նման եղանակը ես իհարկե ձեռքիցս բաց չեմ թողնում եւ քիչ հետո պետք է գնամ էլի իմ բաղ ու բախչում լիք աշխատանքներ կատարեմ իհարկե ձեր հետ միասին Սիրելի հետևորդներ ջան, քանի որ մի քիչ հետո էլ ուզում եմ որ կոֆե խմեմ Դուք ձեր կոֆեն պատրաստեք, մինչև որ ես էլ այստեղ գնումներ եմ կատարել, տեղավորեմ, համել ձեզ հավեսի բերեմ։ Այսօր առավոտն եմ մի բաժակ կոֆե խմել ու ոչ մի բան չեմ կերել, մի պատ արհաց անգամ չեմ կերել, քանի որ շատ էի զբաղված ու շտապողական։ Սիրում եմ, որ հաց ուտելու ժամանակ հանգիստ եմ նստում ու իմ հացը հանգիստ նստածևով վայելում եմ։ Այստեղ արդեն ծաղիկ բուլկի եմ գնել, իմ սիրելի ծաղիկ բուլկին, քունջութով Սկզբի համար սա կվայելեմ, ճիշտ է պատրաստի բաներ էլ ունեմ, բայց սիրտս սա քաշեց Հիմա չեմ բացում, քանի որ սիրում եմ, որ դրսից կամ ձեռքերս մի հատ լվանամ, նոր հացին կպչեմ Այստեղ էլի ձեզ հավեսի եմ բերում ու ասում եմ, որ մառոժնու սեզոնը համարում եմ բացված Սա իմ այս տարվա առաջին մառոժնին կլինի Այս տեսակը շատ եմ սիրում Այս տեսակ մառոժնից նաև շատ մրգային մառոժնի եմ սարքում Մի խոսքով սա կդնեմ արդեն սառցե խցիկ Այստեղ էլ իմ սիրելի մակարոնն եմ գնել Ահա, բարակ տեսակի Մելոգրամը Սա էլ փլավ պիտի պատրաստեմ ու սխտորմածունով վայելեմ իհարկե Առանց սխտորմածունի ոչ մի փլավ Ահա, նաև շատ համեղ է լինում կարմիր աջիգայով Այստեղ ելակ եմ գնել, սիրելիները, սա էլ եմ ուզում լվանալ, տեղավորել Դրա համար էլ հենց այստեղից էլ միացա Արդեն ինձ եմ մոտեցրել աման, որ դատարկեմ ելակները Ասեմ, որ կիլոգրամը 2800 էր Մի քանի հատ գնեցի ու բոլորը այս ձև, բոլորը այս չափի Հիշեցի, որ տարիներ առաջ ես էլ ունեի այս ելակի տեսակից Իմ բաղ կեսը այս տեսակի ելակն էի աճեցնում Շատ էի ունենում, անսահման շատ էի ունենում Լավ էլ վերք էի վերցնում Բայց թե ջուր չունենալու պատճառով Այդ իմ ելակի փոքրիկ դաշտը չորացավ Գոնե մի թուփ չկարողացա պահել Նու այդ տարիների ընթացքում ասենք, որը որ մնացել էր, առանձնացրել էի, բայց էլի ինչ-որ մի բան պատճառ դարձավ ու չկարողացա պահել Սա կլվանամ և հույս ունեմ, որ ջուրը կգա, հոսով ջրի տակ կլվամ Այստեղ էլ արդեն իմ սիրելի բանանն եմ գնել մեկ փունջ Տեղին բանանի հոտը ավելի գրավիչ չէ Կանաչը, երբ որ խանութում տեսնում ենք ու դեղինը չի լինում, քանի որ դեղինից այդ բանանի անուշ հոտը գալի, ահա, այստեղին չեմ գնել տեսնեմ, հասարակ, չոր կոնֆետ, թարմեցնող, ինչքան էլ որ տանը լավ շոկոլադներ ա լինում, միևնույնն է, սա մնում է իմ սիրելի կոնֆետների շարքում, հասարակ է, թարմեցնող, Եվ փոխարինում է ծամոնի, ես կասեմ, սա էլ դատարկեմ, ահա շոկոլադները կա, բայց այստեղ միասին կլցնեմ, կդատարկեմ այստեղ, այսպես, մի հատ էլ տակը երես կանեմ, ասեմ, որ այս զատիկի միջուկում խաղալիք կար, այնտեղ դարակում եմ դրել, որ պահեմ, չգիտեմ, մի երեխայի կտամ, ձվիկի նման, քինդեր ձվիկի նման, իրա փորիկում խաղալիքները, իդարը շոկոլադ էլ ունեմ այստեղ, ինչեր ասես, որ չունեմ, մեկ էլ այս շոկոլադն եմ շատ սիրում, ինքը բոնբոներկայի համի, շատ եմ սիրում, այսպես,
Այստեղ ինչը մնաց, այստեղ իմ գազի կալոնկայի համար էլեմենտ եմ գնել, այս երկորն էի գնել սրա կապույտը, բայց չաշխատեց, հիմա չհասկացա կալոնկան այլի փչացել, թե էլեմենտը կարար պատճառ լինի, դրա համար էլի եմ բերել։ Այսքան գնումներս, սիրելիներս, հիմա մի քանի րոպեից արդեն ես էլ իմ կոֆեն կպատրաստեմ եւ կմիանամ ձեզ։ Արդեն ես էլ իմ կոֆեն դնել։ Ու մի փոքր ուզում եմ արագացնել, քանի որ եղանակը ոնց որ թե փոխվում է։ Ուզում եմ անպայման այսօր էլ իմ բախչում գործանեմ էլի, առանց էլ ասել եմ, որ շատ հետ անկել բոլոր գործերս։ Ահա։ Այսօր գազը մի քիչ ուշ է միանում, անմիջապես վտանգություն առաջանում, կամ գազը չի լինի, կամ լույսը չի լինի ընդհանրապես։ Ասեմ, որ ջուրն էլ արդեն սկսել բարակալ, քանի որ արդեն մարդիկ իրենց այգիները ջրում են, դրա համար արդեն իմ ջուրն էլ է բարակել, տեսնեմ ինչ եմ անելու։ Մինչև որ կոֆեն այդտեղ կեփի, նկատում եմ, որ իմ յասամանը ինչ-որ մի քիչ չի շողշողում, ուրեմն ջուրը պակասել է։ Հայ, ինչքան էլ խմել է, շատ է ջուր սիրում, հա։ Ահա, միշտ ուշադիր եղեք, սիրելիներս, ձեր ծաղկամանների ծաղիկներին, եթե նկատում եք, որ մի փոքր թռոմել է, ուրեմն ջուրը պակաս է։ Հատկապես, եթե ծաղկամանը թափանցիկ չի լինում, ահա, այսպես։ Հիմա ջուրը կխմի, ու էլի սիրուն կշողշողա։ Ջան, մի հատ մուրազա յասամանից հոտ քաշելը։ Այսպես, էսա կլինի սա, սպասեմ, համբերադարձեվով մինչև որ իմ կոֆեն կեփի։ Այս ընթացքում մի պահ դուրս եմ եկել, սիրելիներս շատ արագի մեջ, ինչպես որ սիրում եմ ասել, չէ, երբեմն կայծակնային արագությունով համ շանն եմ կերակրել, համ էլ հավերի համար ցորեն եմ տարել, ձուն էլ հավաքելու եկել։ Ահա։ Ու դեռ իմ սուրճը նոր ա լինում, պատկերացնում եք, երբեմն էլ այնքան արագ ա լինում, որ համարյա թե չեմ նկատում, թե երբ սկսեց եռալ, արդեն բարձրանում ա, փաստորեն լավ էլ հասցրել էի, ահա, այսպես, շտապելուցս արդեն չգիտեմ ինչ վիճակ է, ուզում եմ անպայման իմ այսօրվա գործը անել, ընդհանրապես թե ինձ հա չէ, որ որոշում եք ես ինչ բանն անեք, երբեմն ինչ-որ մի բան խանգարում է, հիմա անձրևը չխանգարի, դրա դարդում եմ, քանի որ ուզում էի Սերգեյվիլի ծառին դեղ փչեմ, լվիճի համար, ծաղկել արդեն իմ Սերգեյվիլի ծառերը, թե մեծը, այդ պապենականը, թե փոքրը, որը ես եմ տնկել, աճեցրել, խնձորա Սերգեյվիլը, ահա, մի քիչ էլ պտեմ, այդ թշթշոցները անցնի, պետք է անպայման լվիճի դեղ անեմ, որ չճիճորվի միրգն էլ իր լավ պահում է, սիրելիներս։ Եթե հանկարծ անձրևը սկսվի, կարա շարունակվի, հետո այդ ծաղկման շրջանը կանցնի ու չեմ կարող այլ այդ դեղը փչեմ։ Եթե դեղը փչեմ ու 1 ժամ կամ առավելագույնս լավ կլինի 2 ժամ անձրև չլինի, ապա տվյալ մեր դեղը, որ փչում ենք ծառերին, կապ չունի որ ծառն է ինչի համար է, դեղը փչելուց ամենալավը 2 ժամ հետո, եթե անձրև չի լինում, ուրեմն արդեն դեղը իր ազդեցությունը թողնում է այդ տվյալ ծառերի վրա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, նորից կադրից դուրս եմ գալի եւ ուզում եմ գնալ դրսում վայելել, ամեն դեպքում այդպես գիտեք, որ նման դեպքերում երբ որ շտապում եմ, գալիս եմ մի կում կոֆե եմ խմում, հետո այն մի գործ եմ անում, այն մինն եմ անում ու հենց գործերս առաջ ա գնում, այս ընթացքում ասեմ ինչ եմ անելու, պետք է այդ գործիքը բերեմ, ջուր լցնեմ, դեղը բերեմ, չգիտեմ, ու կգնանք արդեն միասին, այգում իրար հետ այդ հավես տեղը, էլի կմիանամ ձեզ, ես իմ գործերով, դուք էլ ձեր տրամադրությունը բարձրացնելով։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, արդեն եկել եմ Բաղչեն, սկզբի համար ուզում եմ իմ Սերգեյվիլի ծաղիկները ձեզ ցույց տալ, ձեր աչքերով նայեք, հիացեք, մոտ եմ ցույց տալի, որ լավ տպավորությունը ստանաք։ Ամենավերջում Սերգեյվիլի ծառերն են ծաղկում։ Այս իմ փոքր Սերգեյվիլի ծառն է, խնձորա Սերգեյվիլն է, ահա։ Շատ անուշ բույր ա գալի։
Մի քանիսն էլ դեռ կոկոմի մեջ են։ Ամեն դեպքում ես տեղը պիտի սրսկեմ անպայման։ Ահա, ըստեղ էլի կոկոմներ կա։ Չի խանգարում, թեկուզ մի քիչ այդ ամանի մեջ տեղ կպահեմ, մի երկու օրից էլի կսրսկեմ։ Տեսնում եք, որ ըստեղ արդեն ծաղիկներ կան, որ արդեն անց են գնում։ Հենց այս վիճակում պետք է պարտադիր լվիճի համար դեղ սրսկենք, որպեսզի միրգը չճիճորվի։ Ահա, այստեղ էլ արդեն նույնիսկ բերքն է երևում, ահա, խնդրեմ, տեսեք։ Ոյ, Սիմուչկան եկել է, Սիմուլիա։ Ահա, քիչ այնպես պահեմ, որ Սիման էլ երևա։ Դե այստեղ էլ իմ հավերը քարուքանդ են արել, իմ արած սիրուն չաշկեն, այն գետնի միջի քարուգիլը հանել են, այդ գետնի երեսը գծել։ Ինչքան էլ ուզում ես մաքրեմ։ Հա, մի խոսքով ուզում եմ ամեն ինչը ասեմ, էլի որ իմ արած ամեն բանն է սիրուն երևա։ Ճիշտ անեղվում են, որ հավերը սենց քանդում են, քարուգիլը գետնի երեսն են գծում, բայց թե երկու էրնակը մի տեղը լում չի, էլի ասած խոսքա։ Սիմիչկա, Սիմուլիա։ Ահա, Սիման գնաց։ Հիմա ես իմ զրույցը շարունակեմ, սիրելիներս, կարծում եմ հիացաք արդեն այս ծաղիկների տեսքով եւ ինչ որտեղ էլ նաեւ բույրը զգացիք։ Ահա, մյուս ծառը շատ է բարձր, են էլ արդեն հիմա գնամ տեսաղցիկս տեղավորեմ ու գործս անեմ։ Այս էլ մյուս Սերկևիլի ծառի ճյուղն է, որ ստեղ չափարի մոտ է էլի աճել ինքը տարիների վեր։ Հենց այդտեղ էլ եղել է, դա ես չեմ ցանել, քանի որ սա պապական Սերկևիլն է։ Ես էլ ունեմ դե պապական Սերկևիլ, 4 տարի է, որ տնկել եմ ծառը ու դեռևս չի ծաղկել։ Հիմա ինչ եմ ուզում ասել, համ մեր սիրուն բնությունը վայել եք, եղանակն էլ մարտ ամսի նման գժություն է անում, մի քիչ առաջ այնքան ուժեղ քամի էր։ Հիմա մի քիչ դադարել է, պետք է անպայման այդ տեղը սրսկեմ։ Շարքով ֆոնքեր եմ ցանել, այս են բոճկա սորթի ֆոնն է։ Այս էլ եմ ես ցանել, տնկել, քանի որ սա արդեն քանի տարեկան է։ Մի 4-5 տարեկան կլի, ասեմ, որ ֆոնի ծառը շատ դժվար է մեծանում, ու ոնց որ թե այս տարի Իրանն է։ Լավ սիրունացել է, քաքուր է դառել։ Հեսա այս էլ, այստեղ ակացիա մնացել, հեսա։ Ստեղ տեղս հատավ, սրան տեղ չի հասել, բայց մի հատ այս ուրիշ քոլ կա այս հծեմ։ Հա, դրամար է ելի լպատկեն էլ բերել։ Քանի որ սրա բանը հենց այն քոքը, նրան դի բան չանում էլի։ Ուզում եմ սրան շատ խորքի ծհել հոգեմ։ Բայց միևնույնն է, ինչքան էլ սենց տկվահան եմ անում, սա է դստի աճում է։ Այն է այս ակացին, որ չորացնելիս լի, մի քիչ էլ սրա վրա դեղ կլցնեմ, այս էլ հիմնահատակ կչորանա։ Ոյ, հենա, այս է սենց։ Գիտեք չէ, որ այս ձևի մոլախոտերը սենց ծառերի թթվածինը խլում են։ Մանավանդ ակացին ոչ միայն թթվածինն է խլում, այլև լույսն էլ է խլում։ Եթե մեր այգիներում, մեր բաղ ու բաղջեքում աճում են։ Ես անց կենամ այդ լվիճի տեղը բաց անեմ, ճիշտն ասած ասի, մի քիչ էլ մլոլ անեմ էլի, կարող հանկարծ անձրեի վրա ունի, մին երկնքիրեսին ենք էլի մտիկ անում, հա, այս լիստի, ապկեն, սիրում եմ, որ գործիքնի, այս է հետ կանգնած են դնում,
Ահա։ Թե չէ գետնին վերընկած գործիքը անպետք գնա համարվում։ Ինչ արի, ես դեղի բաները բերեմ։ Երեք լավ լվացել եմ, մի քիչ մոտիկ կամ։ Լավ լվացել եմ, հետո զարյատկի եմ միացրել, լավ զարյատկա է ավիկալել։ Այդ որ դեղերը փչեցի, չէ։ Ծառերի մարին, դեղ ցախնձորատանձա որ փչեցի, ուզում եմ ասեմ զորի հասցրուց իրա այդ զարյատկեն, արդեն շունչը փչեր։ Էմրասմա շնչին վրա հասավ, տոչնի էտեր, հնի, ես խեմ ձերիս ես դեզդեն տանում, այս գործիքը չպետքա գետնին դնեմ սրան, մի քիչ ըստի ես ուջր խանքուն, դեմ հարանում հենարանքնի փող չի դառնա, մի քիչ ջուրը տակը տամ, դեղն էլ ջեբիսա, բարև եղեք ջան, ապրեք լավ եմ, դուք ոնց եք, ինչ հա, հա, ես են, գիտեք ինչ եմ անում, համ աշխատում եմ, համ նկարահանում եմ, ուզում եք դուք էլ նկարվեք, եկեք ձեր հեծանի ով սենց կշեք, գնացեք Երևան կադրում երևի, հա, եկեք հանգիստ կանցեք երեխեք չան, հա, հեծանիվը քաշում եք, Ալի ջան, իրարոտնեցիք, այ ապրեք, այս հատուկ կերևա կադրում պետքա որ, չորել ոգեր ոչինչ, ուրիշ անգամ ձեզ կնկարեմ, այս էլ իմ հարևանի խելացի երեխեքը մի հատ հարցրեցին էլի, անցնեն թե չէ, Նաև ցանկություն հայտնեցին, որ իրանք էլ նկարվեն, բայց թե մի քիչ շտապում եմ էլի, սիրելի հետևորդներ ջան, երեխեքին ուրիշ անգամ կնկարեմ։ Ուրեմն, հա, խոսքով ընկա, չասեցի իշտեղ ասա, դե լվիճի համար, որ բերքը չճիճորվի, բայց այս անգամ ուրիշ անունով դեղա։ Հիշում եք այն մեկը, որ ասում էի, նրա անունը Ակտարո էր, իսկ սա Կատար։ Ահա, մոտեցնեմ, գրված է Կատար։ Իհարկե սա հավի կատարը չէ, սա դեղի անունն է, բայց թե ինչի են կատար դրել այս դեղի անունը, ես չգիտեմ, ում խելքին այդպես, փչել, ոնց ասած, որ այս դեղի անունը կատար են դրել, դեմոկրատն էլ հետը սենց բերել է, սենց ջեբիս եմ դրել, չկորցնեմ, հա, դնեմ ստեղ ես, երանդու ես հրնալի վրա, ասի կարող է հանկարծ էլի, ուզենամ սենց բացեմ, չբացվի, Էլի չվազեմ տուն, կազմու պատրաստ եկել եմ, հիմա սա ստեղ մի քիչ լուծվի, ինձ թվում է սա էլ շուտ կխառնվի, մի հատ էլ երկնքին ետ մտիկ անենք, որ մեր փչած տեղը, իզուր տեղը չլի, այս 10 լիտրի համար այս պաչկեն, բայց ստեղ իմ ջուրը 9 լիտրի է, որը չի խանգարում, ահա, Մի քիչ էլ ստեղ էի լցրել, հա, այդ էլ թենց, ու մեկ էլ պետքա վարդերին էլ սրսկեմ այս տեղից, գիտեք չէ, վարդերը շատ անտանելի ձևի լվիճ են վարակվում, ոյ, պետքա մի քիչ հանգիստ անեմ, չշտապեմ էլի, ահա, մի քիչ էլ թողնեմ ու ջուր էլ լցնեմ, մի արդեն լավ, սա իր ալիցքավորումը վերցրել է, ջուրը լցնեմ, սիրելի հետևորդներ ջան, նոր վլոգը որ տեղադրել եմ, դեռևս չեմ հասցրել պատասխանել ձեր հրահրումներին, հիմա ուզում եմ ասել, որ նման դեպքերում եթե ուշանում է իմ պատասխանը, ձեր գրածներին սրտիկներ եմ դնում, նաև բառերով եմ պատասխանում, Եթե ուշանում է, ուրեմն կամ նոր վլոգ եմ պատրաստում, կամ էլ վաղճուն գործեր եմ անում, առավել ևս, կամ էլ իմ աշխատանքի վայրում եմ լինում։ Հիմա որ այս գործերս կվերջացնեմ, կպրծնեմ, կգնամ տուն, իմ հանգստի ժամին, կվերցնեմ ու կպատասխանեմ բոլորիդ։ Ահա,
Այսպես, սրան ողող էլ պետք չի, ինքը կպչող դեղ չի։ Ու բոլորը խառնվել է։ Դեղի թղթերն էլ չեմ ուզում թողան, որ իմ բաղջեն չկեղտոտվի։ Չնայած, այն չափարի արանքով շներն ինչ ասես բերում են լցնում, աղբի աշիկը տեղա դրած էլի։ Ամուր թակում, որ ոտ չմտնի։ Հիմա դվանալու ժամանակ չեմ հիշում այս սրան ինչ չափի տակ եմ թողել, միացնում եմ։ Հատ ստեղ փորձարկեմ։ Հա, ցնցուղն է։ Եթե ցնցուղն է, սա կարճ է փչել, ուրեմն պետք է երկարի վրա դնեմ։ Մի հատ է փորձեմ։ Հա, մի քիչ էլ երկարացնեմ։ Ահա։ Հետո սկսեմ։ Ոյ, հոտը շատ ուժեղ է։ Այս կողմն էլ ունեմ ծառ։ Ահա, ու ստեղից սկսեմ։ Ջան, մինչև ծառի եմ։ Դերևը փչում է տեղը։ Ինչքան լավ է, շատ ուրախացա, որ սենց կարում եմ էլի իմ ուզած ձևով իմ ծառերի սրսկումը կատարեմ։ Մի հատ էլ այս կողմից, բայց մի մասն էլ ճամփի կողքին է։ Ինձ թվում է պետք է պտտվեմ գնամ այն մի մասն էլ ճամփի կռնուց սրսկեմ, բայց չգիտեմ, այդ կտեսնեմ ոնց կլինի։ Հիմա մի հատ այս կողմն անեմ կորոշեմ։ Ոյ, քամին բերում է։ Այ քեզ քամի։ Մի քիչ էլ պետք է ուրեմն ինձ անեմ, որ քամին չնեղացնի, էլի։ Չբերի լցնի իմ դեմքի վրա։ Այս կողքին կկանգնեմ։ Ահա։ Տենամ քամին էլի կբերի, երեսովս կխփի։ Չէ, լավ է։ Ոյակ է։ Հետո այս կողմ։ Մեքենայի անցնում, հանկարծ չլցվի։ Տաքսի է։ Ահա։ Շատ ընկիր, շատ։ Մի հատ էլ այս կողմից պետք է լավ թրջվի ծառը։ Սա ոչ միայն ծաղկին է օգուտ, որ չճիճորվի միրգը, այլ նաև տերևներին, քանի որ գիտեք, չէ, որ տերևների վրա էլ ալվի ջրնում։ Այս դեղին շատ չեմ ծանոթ, այդ խանութի աշխատողը ասեց, որ սա էլ է, նույն դեղն է, ուղղակի անունն է տարբեր։ Ուղղությունը պահենք։ Սիրելի հետևորդներ ջան, որ ձեռնոց եմ դրել, ոչ էլ առավել ևս դիմակ եմ կապել, քանի որ սա մարդու համար թունավոր չէ։ Ես էլ դե գիտեք, նման գործեր ինչքան սիրով եմ անում, ու եթե հանկարծ իմ դեմքին, իմ ձեռքերը, ասենք, կպչում այդ տեղը, դե ոչինչ, կգնամ տուն, հետո կցայվեմ։ Ես զգում եմ, որ պետք է մի մասն էլ գնամ, պտտվեմ, գնամ ճանապարհից սրսկեմ այս տեղը, քանի որ մյուս կողմի վրա, դե քանի որ արևածագ այդ կողմից, հա, բնականաբար ծառերը ձգտում են դեպի արևը, հա, ու այն կողմի վրա ավելի շատ է, էլի փարթամաճած, մեր պապերն են էլի, ուզած լենեն չափարի ամեն որքումն էլ ծառ տնգեն, հենց հա, ահա,
հետո շատ էլ լավ են արել, եթե տնկած չլեին ես այսօր այս պապական Սերգևիլի մեջ ծառը չէի ունենա։ Ահա, այսպես, մենք էլ ծառ տնկենք, որ մեր երեխեքը, մեր թոռներն ու մեր ծոռները մեզ օրհնեն, մենք էլ երկնքից հասկանանք, զգանք, այդպես սիրելի հետևորդներ ջան, եւ օրհնենք մեր երեխաներին, ինչպես որ հիմա ես էլ եմ օրհնվում, երևի։ Հա։ Չել ես կոմ նոր կանցնեմ։ Այ հիմա արդեն կադրից դուրս կգնամ ճանապարհից նույն ձևով կսրսկեմ տեղը, հետո էլի եմ գալու, քանի որ տեսակ գերանդին բերել եմ, ասի մի քիչ էլ հնձեմ, որ էքուցվա համար այդ հնձած խոտը արդեն ճլորած էլի, որ կարենամ մաքրեմ։ Դե գնացի, սպասեք, էսա գալիս եմ։ Այ այս ձևի սևակն էլ ա երկինքը։ Չնայած որ անձրև գա լավ կլի, բայց թե թող քշերը գա, որ գործախափան չանե։ Շատ սիրուն է այս պատկերը։ Պատկերասրիա հաբացվել։ Այս էլ իմ Սերգևիլի ծառը, որ ինձ ա սպասում դեղը սրսկելուն։ Այս կողմից ավելի սիրուն ա երևում, չէ՞։ Ես եկա, սիրելի հետևորդներ ջան, այսօրվա համար ինչ որ ծրագրել է, ինչ գործ որ նպատակ էի դրել, որ անեմ, իմ բախճումը շատ իմ սրտովը ստացվեց, այս սև ամպերը քամին տարավ, հիմի այդ մեր դիմացի սարերում նա քամին, այդ ծմակնումը քամին վշում է, այդ քամի վշոցը գալիս է, չգիտեմ տեսախցիկը այդ ձայնը կքաշի թե չէ, բայց այն որ կինոներում ասենք քամինն այնց վշում է, չէ, կամ էլ դուք էլ շատ իրեղած կլինեք, դուք էլ կիմանաք էլի թե քամին ծմակնումը այնից ձեներ է հանում, այդ վշոցը գալիս է, սև ամպերն էլ տարավ, ուրեմն այս դեղը որ փչեցին Սերգևիլի ծառին շատ լավ կազդի իրան։ Հիմա էլ ուզում եմ ստեղ մի քիչ հնձեմ, քանի որ հետո տենում եք էլի որ այս կանանչը ոնց է աճել։ Ճիշտ է հավերը սուտում են, բայց թե պետք է մաքրեմ, հնձեմ էլի որ կայնամ իմ բաղճումը պտիտ կամ գործեր անեմ, մաքրեմ, գիտեք, բաղճում ինչ է պետք կայնամ հանգիստ պտտվեմ։ Դե ես սկսեմ։ Սրանք էլ են շատ լավ բուրում, քանի որ սրանք էլ են ծաղիկ էլի։ Սրանց բույրը ավելի լավն է։ Իհատ երկա չէ ասում, քո բուրմունքին բուրմունք չի հասնի, հմի ես ծաղիկների բուրմունքին բուրմունք չի հասնի։ Դե սրանք էին մաքուր փափուկ կանաչ խոտը չէ՞լի, որ դնեմ, գերանդին վիրունիմ, սորը քաշեմ, սրանց պետք է պտտվիմ կտրուկ, ուղղակի որ կտրեմ, ահա, այ այստեղ, սրան հմի ես ինչ սոր քաշեմ, ուղղակի սենց պետք է հնձեմ թեթևակի, ոնց ասած, շլնքին տան վեր գծեմ, հետո ինքը էլի կաճի, սիմվչկա մի վախի, քեզ բան չեմ անում, ահա, այդ մոլախոտի դեղն էլ չեմ ուզում փչեմ, քանի որ եթե ես հավ եմ պխում ու մոլախոտի դեղը փչեմ, այլ իմ հավերը ինչ քուջուջան են ուտեն, են ասը հենց հնձելով կպհեմ, հետո արդեն են կուրը իրանք մաքուր սրբել են էլի, լավ կերել են, հետո հմյանց են կացել ստի, բայց թե սենքան շատ է, դրանք չեն կարա շուտ, գալիս են կանգնում, արածում են ուղակի, բարիս բուն իմաստով, քանի որ իրանք շուտ չեն կարա այդ քանը, մի երկու օրում ուտեն վերջացնեն, դրամա պետք է կամաց, մի կրնուցս հենց հնձելով, մաքրելով գնամ, որ կայնամ իմ գործերն առաջ տանեմ։ Հա, պոպված էր։ Երբ որ մեղուներ ունեի, ես ձևի ծաղիկը, այս կապույտ ծաղիկը, ափսուսս գալիս էր էլի, թե հնձեմ, հլա մի հատ մոտեցնեմ, ու եթե հեռուներում եք ապրում, քաղաքում եք ապրում, ու այս ծաղիկը, այս ծաղկի բույրը ձեզ ծանոթ, հա, վեր հիշեք, և լավ զգացեք, ինչքան սիրունա, չէ,
Ահա, խնդրեմ։ Լավ, դե ես ասնեմ շարունակեմ իմ գործը, թե չէ սամութը վրա է ագնում։ Աչի, ծախից, այսենք պետք է գերանտին խփեմ, մաքրեմ։ Բոլորիդ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, ինձ սպասելու, ինձ ջերմ տողեր ուղարկելու, իմ զրուցակիցը լինելու, մի խոսքով, լիքը լավ բաներ եմ ձեզ փոխանցում, լավ խոսքեր, թող այսպես, քամին բերի ձեզ հասցնի, բոլորիս նպատակները իրականանան, բոլորիս գործերը կատարվեն, բարի գործերը կատարվեն, ես էլ արդեն կամաց-կամաց իմ վլոգը ավարտեմ և ձեզ ասեմ առայժմ լավ եղեք և միշտ առողջ ու երջանիկ եղեք, ես էլ գործս շարունակեմ։